Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ապրիլի 21-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի B2 թաղամասի Իսակովի 85 շենքի բակում տնակահարություն է եղել, որից հետո հնչել են կրակոցներ եւ կա վիրավոր։ Ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում դեպքի մասնակիցների ինքնությունը նրանց հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Ապրիլի 21-ին ոստիկանության Արարատի մարզի քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Մասիս Չարբախ ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող Ջայլամաբուծական ֆերմայում կրակոց է հնչել ու կա վիրավոր քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 70-ամյա Արմենակն է, վերջինս ծայրահեղ ծանր վիճակում է։ Արմենակը ժամը 7-ի սահմաններում նշված ֆերմայի տարածքում իրեն պատկանող Բայկալ տեսակի որսորդական հրացանով իր կյանքին վերջ տալու նպատակով կրակոց է արձակել իր ծնոտի շրջանում։ Ապրիլի 18-ին Նաիրիի բաժնում հաղորդում տված Զովունի գյուղի բնակիչը հայտնել է, որ ապրիլի 15-ին գիշերը անհայտ անձը կոտրել է իր գյուղի 4-րդ փողոցում տեղադրված սրճեպսարքը եւ գողացել գումարը, պատճառելով 150,000 դրամի վնաս։ Պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 47-ամյա տղամարդը, նա հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Ապրիլի 20-ին Երևան-Երաստ ճանապարհի 12-րդ կիլոմետրին պարեկները նկատել են կայանված ավտոմեքենա, որի մեջ գտնվող երիտասարդները կասկածելի վարք են դրսևորել։ Իրավապահները մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, ինչից հետո նրանց ձերբակալելու տեղափոխել են բաժին։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արատաշեն գյուղի բնակիչը տանը եւ օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում, տան բակում հայտնաբերվել է կանեփի 36 բույս։ Ապրիլի 18-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մայրաքաղաքի Հասրատյան փողոցում թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալելու բաժին են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի, ում մոտից հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ եւ ընդհանուր մոտ 6 գրամ քաշով կպչուն շապավենով 5 փաթեթ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրամիջոց է։ Ոստիկաններն ապրիլի 19-ին մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցում հայտնաբերել եւ վարչություն են տեղափոխել Գավառ քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդու, նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը կալանք։ Կումայրիի բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում ապրիլի 19-ին Գյումրու Այգաբացի փողոցում հայտնաբերվել ու բաժին է ներկայացվել գյումրեցի 24-ամյա երիտասարդ, ապրիլի 7-ից նա հետախուզվում էր մի քանի հոդվածներով, խափանման միջոցը կալանք։ Ապրիլի 22-ին Վայոց ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արամն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցից դեպի Վազգեն առաջին փողոց ընթանալիս հրահրթի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդ Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Նորայրին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։ Ապրիլի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, փախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Հովանեսի վարած Nissan Tiida եւ Երևանի բնակիչ 65-ամյա Դավիթի վարած Nissan Rouge մակնիշի ավտոմեքենաները։ Վարորդները եւ 7 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց։ Ապրիլի 21-ին Երևանի բնակիչ 24-ամյա Ազատը Իջևան-Սևան Երևան ավտոճանապարհին իր վարած Honk Q-ի մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ բախվել երկաթե արգելապատնեշին, տուրազներ չկան։ Ապրիլի 21-ին Սյունիքի մարզի բնակիչ 60-ամյա Արմենն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու կոաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդը եւ ուղևորներ Սյունիքի մարզի բնակիչներ 65-ամյա Հովանեսն ու 65-ամյա Ալիսան տեղափոխվել են հիվանդանոց։ Ապրիլի 18-ին 911 ծառայությունը ազանգ է ստացվել, որ Սալուտ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Հրշեջ փրկարարները մարել են Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Գագիկին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում բռնկված հրդեհը, ինչի հետևանքով այն դարձել է ոչ շահագործելի, բարեբախտաբար տուժածներ չկան։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության 64-ամյա տնօրենը 2023 թվականի հունվարից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները, կազմակերպել եւ իրականացրել է անդեզիտաբազալտի ապօյնի արդյունահանում։ Պարզվել է, որ ընկերությունն ունեցել է միայն Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի աշտարակի խճուղում գտնվող 3.1 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու
թույլտվություն։ Այնինչ հարակից շուրջ 5 եւ 13 հեկտար հողատարածքներում, որոնք համապատասխանաբար համայնքի եւ մի քաղաքացու սեփականությունն են, նույնպես արդյունահանել է շուրջ 13,000 խորանարդ մետր անդեզիտաբազալտ, այն տեղափոխել համայնքային հողատարածքում գտնվող տեսակավորման կետ եւ իրացրել 49 միլիոն դրամի հանույթ, պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։ Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 3 հոդվածի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու եւ ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի ապրիլի 21-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 107 դեպք, մասնավորապես 23 դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու, 9 դեպք խարդախության, 7 դեպք անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք թմրանյութի հայտնաբերման եւ փաստաթղթեր կեղծելու, հնգական հոգեկան ներգործության, պաշտոնական կեղծիքի, անփութության, 4 մարմնական վնասվածք պատճառելու ֆիզիկական ներգործության, 3 զենգզինամթերքի առգրավման, 2 դեպք մարդու առևանգման, խուլիգանության, թմրանյութի իրացման, պետական սահմանն ապօրինի հատելու, ծնողի կամ մերձավոր ազգականի ու երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու եւ հետամտելու դեպքեր։ Բացահայտվել են նաեւ մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, կողոպուտի, շորթման, գույքը ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հարկադրելու, սուտ մատնության, ինքնիրավչության, գերեզմանն անարգանքի ենթարկելու եւ այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 10 հետախուզվող, 1 անհետ կորած, գրանցվել է զենգզինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Անցած 1 օրում 22 ավտովթար է տեղի ունեցել, 1 մարդ զոհվել է, 32-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։